Բարև բոլորին։ Երբևէ մտածել եք ինչն է ստիպում սառնարանի մագնիսին կպչել դռանը կամ ինչու է կողմնացույցի սլաքը միշտ ցույց տալիս հյուսիս։ Դե այս ամենի հետևում կանգնած է մի անտեսանելի, բայց աներևակայելի հզոր ուժ՝ մագնիսականությունը։ Այն միաժամանակ եւ շատ ծանոթ է մեզ եւ լիքը գաղտնիքներով։ Այսօր մենք միասին կփորձենք բացահայտել հենց այդ գաղտնիքները։ Գնացինք։ Ուրեմն հարցը հենց սա է. ինչպես է աշխատում այս անտեսանելի ուժը, որտեղից է գալիս ի վերջո։ Եկեք սուզվենք այս հարցերի մեջ ու գտնենք պատասխանները, որոնք կտեսնեք շատ ավելի հետաքրքիր են, քան կարող է թվալ։ Եվ գիտեք որն է ամենազարմանալին։ Այս ամբողջ հսկայական երևույթի հիմքում ընկած է մի շատ պարզ բան՝ շարժվող էլեկտրական լիցքը։ Այո, ուղղակի շարժվող լիցք։ Ամեն անգամ, երբ էլեկտրական լիցքը շարժվում է, կապ չունի, հաղորդալարային մեջ է, թե փոքրիկ ատոմի, այնի շուրջը ստեղծում է մագնիսական դաշտ։ Սա կարելի է ասել ֆիզիկայի ոսկե կանոններից է։ Հիշեք սա, որովհետև ամեն ինչ սկսվում է հենց այստեղից։ Լավ, հասկացանք, ուրեմն կա այդ դաշտը։ Բայց ինչպես կարելի է տեսնել կամ գոնե պատկերացնել մի բան, որն անտեսանելի է։ Դե պարզվում է ֆիզիկոսներն դրա համար շատ խելացի միջոց են գտել։ Պատկերացրեք, որ մենք կարող ենք մագնիսական դաշտի վրա թափել երկաթի խարտուկ։ Այդ փոքրիկ մասնիկները կախարդական ձևով կդասավորվեն որոշակի գծերի երկայնքով։ Ահա դրանք էլ հենց մագնիսական ուժագծերն են։ Դրանք ըստ էության մագնիսական դաշտի քարտեզն են, որը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր կետում ուր է ուղղված մագնիսական ուժը։ Ու մի շատ կարևոր դետալ, այս գծերը միշտ փակ են, սկիզբ ու վերջ չունեն, պարզապես շրջաններ են անում։ Okay, ուժագծերը կան, բայց եթե մենք ունենք սովորական հաղորդալար, որով հոսանքի անցնում, որտեղից իմանանք դրա շուրջ առաջացած մագնիսական դաշտի գծերը, ասենք ժամսլաքի ուղղությամբ են պտտվում, թե հակառակ, այստեղ մեզ օգնության է գալիս մի շատ պարզ, բայց հանճարեղ կանոն։ Սա կոչվում է աջ ձեռքի կանոն կամ, ինչպես հաճախ են ասում, խցանահանի կանոն։ Պատկերացրեք, որ ձեր աջ ձեռքով բռնում եք հենց այդ հաղորդալարը։ Հիմա ձեր բութ մատը պահեք հոսանքի ուղղությամբ։ Պատրաստ եք։ Դե, ձեր մյուս 4 մատները, որոնք փաթաթվում են հաղորդալարի շուրջ, ցույց են տալիս հենց մագնիսական դաշտի ուժագծերի ուղղությունը, այսքան պարզ։ Իսկապես ֆիզիկայի ամենաօգտակար ու հեշտ հիշվող կանոններից մեկն է։ Շատ լավ։ Ուրեմն մենք արդեն գիտենք ինչպես է ստեղծվում մագնիսական դաշտը եւ նույնիսկ գիտենք, թե ինչպես պատկերացնենք դրա ուղղությունը, բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Ինչ է անում այս դաշտը։ Ինչ ուժեր է այն ստեղծում։ Ահա հենց այստեղ է, որ ամեն ինչ դառնում է շատ ավելի շոշափելի։ Պատկերացրեք, դուք վերցնում եք հոսանքով հաղորդալար ու դնում եք այն մեկ այլ մագնիսի դաշտի մեջ։ Ինչ կլինի։ Դաշտը բառի բուն իմաստով կսկսի հրել կամ ձգել այդ հաղորդալարը։ Սա իրական ֆիզիկական ուժ է, որը կոչվում է ամպերի ուժ, եւ հավատացեք, սա ուղղակի տեսություն չէ։ Սա հենց այն ուժն է, որը պտտում է էլեկտրական շարժիչները, սկսած ձեր խոհանոցային հարիչից մինչև ամենահզոր էլեկտրամոբիլները։ Սրա ամենադասական օրինակը երկու զուգահեռ հաղորդալարերն են։ Շատ հետաքրքիր է ստացվում։ Եթե երկու լարերով էլ հոսանքը գնում են նույն ուղղությամբ, նրանք սկսում են ձգել իրար։ Իսկ եթե հոսանքներն ուղղված են հակառակ կողմեր, նրանք միանգամից սկսում են վանել իրար։ Այսինքն, երկու անտեսանելի դաշտեր փոխազդում են ու ստեղծում են լրիվ իրական տեսանելի շարժում։ Զարմանալի է, չէ՞։ Լավ, հասկանալի է, որ իրան հրում ձգում են, բայց ո՞ր կողմ։ Եթե հաղորդալարը մագնիսական դաշտում է, այն դեպի վեր կշարժվի, դեպի ներքև, թե մի ուրիշ կողմ։ Մեզ նորից մի կանոն է պետք, այս անգամ հենց ուժի ուղղությունը որոշելու համար։ Եվ այստեղ գործի է դրվում ձախ ձեռքի կանոնը։ Շատ կարևոր է չշփոթել։ Աջ ձեռքը դաշտի համար էր, իսկ ձախը ուժի։ Կանոնը շատ պարզ է։ Ձեր ձախ ձեռքի ափը բացեք այնպես, որ մագնիսական ուժագծերը կարծես մտնեն ափի մեջ։ Ձեր պարզած 4 մատները պետք է ցույց տան հոսանքի ուղղությունը։ Այս դեպքում ձեր 90 աստիճանով բացված բութ մատը ցույց կտա հենց այն ուղղությունը, որով ազդում է ամպերի ուժը։ Վերջ, այսքան բան։ Հիմա եկեք մի պահ մոռանանք ամբողջ հաղորդալարի մասին ու պատկերացնենք ընդհանրապես մեկ լիցքավորված մասնիկ, ասենք մի էլեկտրոն, որը թռչում է մագնիսական դաշտի միջով։ Արդյոք դաշտը նրա վրա կազդի։ Իհարկե, այո, եւ այդ ուժը կոչվում է Լորենցի ուժ։ Սա ըստ էության ուղղակի ամպերի ուժն է, բայց ոչ թե միլիարդավոր լիցքերի, այլ ընդհանրապես մեկի համար։ Այսինքն, եկեք ամփոփենք։ Ամպերի ուժը բազմաթիվ Լորենցի ուժերի գումարն է։ Մեկը մակրոմակարդակի համար է ամբողջ հաղորդալարի, մյուսը միկրոմակարդակի առանձին մասնիկի։ Իսկ ամենալավ նորությունն այն է, որ մեզ նոր կանոն պետք չէ։ Նույն ձախ ձեռքի կանոնն աշխատում է նաև այստեղ։ Միակ տարբերությունը այն է, որ հոսանքի ուղղության փոխարեն մեր 4 մատները պետք է ցույց տան հենց մասնիկի շարժման արագության ուղղությունը։
Ուշադրություն, սա շատ կարևոր է։ Ձախ ձեռքի կանոնն ըստ սահմանման ցույց է տալիս ուժի ուղղությունը դրական լիցքի համար, օրինակ պրոտոնի, բայց ինչ անել, եթե մեր մասնիկը բացասական է, ինչպես օրինակ էլեկտրոնը։ Շատ պարզ, գտնում եք ուղղությունը նույն կանոնով, իսկ հետո ուղղակի մտքում շրջում եք այն 180 աստիճանով, այսինքն ուժն ուղղված կլինի ճիշտ հակառակ կողմ։ Այս փոքրիկ ներարկը շատ կարևոր է հիշել։ Դե ինչ, տեսական մասն անցանք, գիտենք կանոնները, գիտենք ուժերը։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչպես է այս ամբողջ գիտելիքը վերածվում իրական օգտակար սարքերի, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր։ Հիշում եք, ասացինք, որ հոսանքով հաղորդալարը իր շուրջը դաշտ է ստեղծում։ Դե, իրականում մեկ ուղիղ լարի ստեղծած դաշտը բավականին թույլ է։ Բայց ինչ, եթե մենք կարողանայինք այդ ուժը կենտրոնացնել ու բազմապատկել։ Այո, ինչ տեղի կունենա, եթե այդ ուղիղ հաղորդալարը վերցնենք ու պարզապես սկսենք փաթաթել, ստանալով կոչ կամ զսպանակ։ Ինչ որ բան կփոխվի։ Կփոխվի, այն էլ ինչպես։ Պարզվում է, երբ հաղորդալարը փաթաթում ենք, կոճի յուրաքանչյուր օղակի ստեղծած փոքրիկ մագնիսական դաշտը գումարվում է հարևան օղակի դաշտին։ Բոլոր այդ փոքրիկ դաշտերը միավորվում, համախմբվում են եւ արդյունքում կոճի ներսում մենք ստանում ենք մի շատ հզոր, համասեռ ու կենտրոնացված մագնիսական դաշտ։ Ահա եւ ձեզ էլեկտրամագնիս։ Եվ այս էլեկտրամագնիսը պարզվում է իրեն պահում է ճիշտ ինչպես սովորական հաստատուն մագնիսը, այն էլ ունի հյուսիսային եւ հարավային բևեռներ, ըստ պայմանի այն ծայրը, որտեղից ուժագծերը դուրս են գալիս, հյուսիսն է, իսկ որտեղ մտնում են հարավը։ Իդեպ, նույնիսկ այստեղ մեր հին բարի աջ ձեռքի կանոնը կարող է օգնել։ Եթե այս անգամ ձեր 4 մատները փաթաթեք կոճի շուրջ հոսանքի ուղղությամբ, ապա ձեր բութ մատը կցույց տա հյուսիսային բևեռի կողմը։ Լավ, էլեկտրամագնիսը հասկանալի է։ Միացնում ենք հոսանքը, աշխատում է, անջատում ենք, չի աշխատում։ Բայց ինչ կասեք սառնարանի վրայի սովորական մագնիսի մասին։ Դրան ոչ մի լար միացված չէ, բայց այն մշտապես մագնիս է։ Որտեղ է այնտեղի հոսանքը։ Դե պարզվում է, գաղտնիքը թաքնված է շատ ավելի խորը, ատոմների մակարդակում։ Պատկերացրեք, որ յուրաքանչյուր ատոմի ներսում էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջ։ Իսկ ինչ է շարժվող էլեկտրոնը։ Շարժվող լիցք, այսինքն միկրոսկոպիկ հոսանք։ Ստացվում է, որ յուրաքանչյուր ատոմ ինքնին մի փոքրիկ մանր մագնիս է։ Բայց նյութերի մեծ մասում այս միլիարդավոր փոքրիկ մագնիսիկները ուղղված են բոլորովին պատահական կողմեր, ինչպես մարդկանց բազմություն, որտեղ յուրաքանչյուրը նայում է ուրիշ կողմ։ Արդյունքում նրանք պարզապես չեզոքացնում են իրար ու ընդհանուր դաշտ չի ստացվում։ Իսկ ինչ է կատարվում այնպիսի նյութերում, ինչպիսին երկաթն է։ Այստեղ տեղի է ունենում մի փոքրիկ հրաշք։ Որոշակի պայմաններում բոլոր այդ ատոմային մագնիսիկները դասավորվում են նույն ուղղությամբ, կարծես հրամանով։ Այդ քաոսային բազմությունը վերածվում է համերաշխ քայլող զինվորների շարասյան։ Եվ երբ բոլոր այդ միլիարդավոր փոքրիկ դաշտերը գումարվում են իրար, ահա այդ ժամանակ էլ ծնվում է այն հզոր, հաստատուն մագնիսական դաշտը, որը կարող է պահել նկարներ ձեր սառնարանի վրա։ Եվ վերջում, մագնիսական դաշտի մի շատ տարօրինակ, բայց կարևոր հատկություն։ Հիշում եք Լորենցի ուժը, որն ազդում է թռչող մասնիկի վրա։ Դե, պարզվում է, այդ ուժը միշտ ազդում է մասնիկի շարժմանը ուղղահայաց, իսկ դա նշանակում է, որ այն չի կարող մասնիկին ավելի արագ կամ դանդաղ շարժմալ ստիպել։ Այն կարող է միայն անընդհատ թեքել նրա հետագիծը։ Իսկ ինչ հետագիծ է ստացվում, երբ անընդհատ նույն ուժով թեքվում ես։ Ճիշտ է, շրջանագիծ։ Մասնիկը կարծես ընկնում է մագնիսական կարուսելի մեջ ու սկսում անվերջ պտտվել։ Եվ այս ամբողջ ճանապարհորդությունը մեզ բերում է մի վերջին, իսկապես հսկայական հարցի։ Մենք հասկացանք, որ մագնիսական դաշտի համար պետք է շարժվող լիցք։ Մեր սեփական մոլորակը երկիրը մի գիգանտական մագնիս է, որի դաշտը մեզ պաշտպանում է տիեզերական ճառագայթումից։ Այժմ, երբ դուք գիտեք հիմնական սկզբունքը, մտածեք, ինչ կարող է լինել այն հսկայական հոսանքը, որը շարժվում է երկրի խորը ընդերքում եւ ստեղծում այդ կենսականորեն կարևոր մագնիսական դաշտը։ Սա արդեն մտածելու տեղիք տալիս, այնպես չէ՞։ Շնորհակալություն ուշադրության համար։